Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ։ Սիրելի հայրենակիցներ, մինչ եթերը սկսել է, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը հենց դիտեք առաջինը, դա YouTube-ի նոր փոփոխությունների շնորհիվ է այդպես, ինչպես նաեւ պետք է խնդրեմ լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս մեր հայրենակիցները ավելի շատ հայրենակիցներ դիտեն։ Արամ, ողջունում եմ քեզ եւ այսօրվա հաղորդումը Արամ, ուզում եմ սկսել մի հետաքրքիր թեմայով, հենց լրագրողներով եմ ուզում սկսել։ Ես ամեն անգամ որևիցե մի լրագրողի եթե թիրախավորում են, ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, ասենք որևիցե մի քաղաքական գործիչ նկարը դնում է այդ լրագրողի եւ սկսում է մեկնաբանել կամ եթերում անդրադառնում է, իրականում որպես գործընկեր շատ տհաճ է այդ ցանկացած լրագրող կարող է տվյալ անձի տեղում լինել եւ սակայն ես դեմ եմ այն լրագրությանը, իհարկե դա լրագրություն չի կարելի ասել, երբ լրագրողը գնահատականներ է տալիս եւ ինչ որ վճիռներ է տալիս, միանգամից հանդես է գալ դատավորի տեսքում եւ միակողմանի տես նյութեր են հրապարակում։ Երկու դեպքի եմ ուզում անդրադառնամ։ Առաջինը մենք օրերս տեսանք, որ արտաքին գործերի նախարարությունը Flyvan ընկերության հետ Էմիրատներից մեր հայերին տարհանում էր եւ մինչև Օման տրանսպորտային փոխադրումը կատարում էր արտաքին գործերի նախարարության հաշվին եւ այնուհետեւ Flyvan-ը մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր փորձում են վերադառնալ Հայաստան, Flyvan-ի միջոցով են գալիս եւ այնտեղ լրագրողները նյութեր են հրապարակում, որ տոմսի արժեքը $1000 արժի, բավականին թանկ է եւ ընկերությունը ուզում է հարստանալ, սակայն լրագրողները մի բան չեն պարզել եւ նաեւ այդ հաստատեց արտաքին գործերի նախարարը, ճիշտ է, մեր եթերի մինչեւ մեր եթերը պատրաստել է, բայց մենք արդեն հաշվարկել ենք, որ նախ թռիչքը Օմանից է, ոչ թե Էմիրատներից եւ սովորական դեպքում էլ երբ Էմիրատներից թռնում ես, արժեքը լինում է 150-ից 250 հազար դրամ, հաշվի առնելով որ ուղղությունը փոխվում, չարտերը, սակայն մեր լրագրողները ասելով այն լրագրողները, ովքեր քոչանական մեդիաների համար են աշխատում, փորձում են մանիպուլացնել եւ ապա տեղեկատվություն տարածել եւ ժողովրդի մեջ էլի ինչ որ ատելություն, այսինքն մարդիկ երբ որ փորձում են լավ գործ անեն, հայ ժողովրդին հանեն ընդեղից մարդիկ խուճապի մեջ են, սա վերագրում են էլի բանով։ Ես իհարկե բացումս խոսքս մի քիչ երկար տևեց, բայց օրինակ երբ կորոնավիրուսը արդեն հաստատվել էր եւ արդեն ռուսական սահմանն է պետքա փակվեր օդային սահմանը, ես ունեի տոմս, որը որ տարա արդեն հանձնեի, գիշերը պետքա մեկնեի, բայց արդեն գիշերը փակ է լինելու։ Ինձ վճարեցին իմ տոմսի արժեքը 67000 դրամ, բայց այլ մեկ Հայաստանի քաղաքացու Aeroflot ընկերությունը տոմսը վաճառեց 800,000 դրամով։ Արամ, այսինքն տեսեք ինչքան մեծ շահույթ ունեցավ այդտեղ, բայց ոչ մի լրագրող, ոչ մի ընդդիմադիր падգամավոր չելան չգոռացին, ասին Ռուսաստանի դաշնություն, ես ինչ եք անում, հայերին թալանում եք sense միանգամից։ Եվ օրինակ հիմա Ռուսաստանի քաղաքացիները այդ սուպերջետ ինքնաթիռով երբ վերադառնում են Մոսկվա, տեսանյութերը կա, որ 700-ից 2 միլիոն ռուբլի են վճարում։ Այսինքն 700,000-ից այո 2 միլիոն ռուբլի մինչև պատկերացնես դա ինչ ահռելի գումար է անում։ Իսկ այն փաստը, որ $1000-ով մարդիկ կարողանում են վերադառնալ, Հայաստանի դա սարքել են ընդդիմադիր մեդիաները, այդպես խոսելու մեծ թեմա։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար։ Ես նշեմ, որ ձեր մի լրագրողի հետ կապված մենք տեսանյութը դիտեցինք, այնտեղ իմ մասին էին խոսում, չնայած իմ անունը չի հնչել, որովհետև իմ անունը հնչելու պարագայում ես այնպիսի բացահայտումներ կիրականացրեմ, որ լրագրողի այդ երկու արդեն չափահաս որդիները ուղղակի պլաստիկ վիրաբուժության կդիմեն իրանց մոր մասին, ուղղակի խորհուրդ կտամ, ինչպես այն տերորիստ բգոներ զգուշացրել եւ հորդորել, որ բեյանը լվար, այդ լրագրողը գնա իր բեյանը լվա։ Դե չէ, իր բեյանի մասին ինձ ինֆորմացիաներ կհրապարակեմ, որ նորից եմ նշում, ուղղակի իր ընտանիքի մի մասը կարտագաղթի Հայաստանի Հանրապետությունից ու այն մի հատ էլ պատմություն կա ազգային ժողովում, որ քութիկություն է արել հայտնի ինչ-որ մի անձնավորության համար, դա էլ կհրապարակենք։ Խելքդ գլուխը թավակի աղջիկ ջան։ Դա մեկ, երկրորդը հիմա անդառնամ Flyvan ավիաընկերության ընկերության հետ կապված, տեսեք, ատուր ծերունական հիվանդությամբ տառապող լրագրողներին ուղղակի խորհուրդ կտամ, որպեսզի գնան եւ ուսումնասիրեն, թե ինչպես է տեղի ունենում, որ այդ ավիափոխադրողները շատ մեծ գումարներ են վճարում Զվարթնոց օդանավակայանին, որը որ պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էրնեկյանին,
որը մենք գիտենք ինչպես է կոնսենսուսում պայմանագիր կնքվել Ռոբերտ Քոչյանի հետ, ինչքան գումար է տվել Ռոբերտ Քոչյանին, թող գնան հետաքրքրվեն թե այդ տարիներ շարունակ Քոչյանի օրոք այդ զվարթնոց օդանավականին խին, այդ ով էր սնունդ մատակարարում, այդ որ ընկերություններ, իր աղբոր աղջիկը ինչ կապ ուներ այդ ընկերության հետ, ինչ միլիոններ էին աշխատում։ Այսինքն պետք է նաև մենք արձանագրենք, որ եթե նրանք քննադատում են, թող գնան զվարթնոց օդանավականին ասեն, բա այդ ինքնաթիռից խես գումար գանձում, երբ որ գալիս է վայեշկա կատարում կամ այնտեղ կանատեղի է տրամադրում։ Իսկ ինչ վերաբերում է այդ թռիչքների հետ կապված, տեսեք Արտուր, բնականաբար երբ որ ուղղությունը փոխվում է, պարզ է, որ սովորական պայմաններում եթե պետքա Միացյալ Արաբական Էմիրությունից տեղափոխվել 250-300 ուղևոր դա այլ գումար է, բայց երբ որ այլ երկրից տեղափոխվում է 60 ուղևոր, բնականաբար այդ ավիափոխադրող ընկերությունը գոնե ուզում է իր այդ վարելիքի գինը այդպես որպեսի վնաս չկրի, գոնե չնայած արդեն վնաս է կրում, գոնե վարելիքի գինը որպեսի կարողանա վճարի եւ այդ սպասարկող օդանավականներին էլ է գումար փոխանցում։ Այսինքն սա մանիպուլյացիա է եւ սա մենք գիտենք թե ինչի համար է արվում, սա արվում է մի բանի համար, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը հղի է շատ վաղուց եւ ես այսօր կբացահայտեմ թե նաեւ վերջերս ումից է հղիացել որ գործարարից, սա այս կոնտեքստում պետքա մենք դիտարկենք, իսկ նրա քութիկներին այդ վճարվող լրագրողներին խորհուրդ կտամ նորից եմ նշում, թող գնան Էդուարդո Էրնեկյանի հետ կապված կոնսենսուսում պայմանագիրը Քաջյանի կոմբինատը մատ ուսումնասիրեն ոնց գերմանացի բոմբ գտան, Քոչյանին խուրդեցին վրան, ինչ փայ մտան։ Թող գնան Միկոնոս կղզում Հունաստանում Ռոբերտ Քոչյանին ասեն այ Ղարաբաղցի, չեմ ուզում ասեմ ինչ։ Այդ դու ոնց դարար կղզու տեր, այդ դու ոնց դարար առանձնատան հյուրանոցի տեր։ Այսինքն մենք սա բազմիցս ներկայացրել ենք եւ այսօր մենք նաեւ հյուր ենք ունենալու, որը որ մեր քաղաքացին եւս կներկայացնի, թե առասարակ սրանք ովքեր են։ Իսկ սա մենք պետքա դիտարկենք միայն Արտուր այդ հիբրիդային պատերազմի կոնտեքստում, որովհետեւ սրանք ֆինանսավորվում են մի բանի համար, որպեսզի ուղղակի այսպես լարեն ներքաղաքական կյանքը Հայաստանի Հանրության ներսում եւ ծառային միայն քոչանասերժական այս խունտային, որոնք որ տարիներ շարունակ զավթել էին Հայաստանի Հանրության իշխանությունը եւ այսօր քանի որ անտեր շամպես ուղիներ են փնտրում վերադառնալու, մի բանի համար են ուզում վերադառնալ, որպեսզի ուղղակի իրենց թարանը շարունակեն եւ այդ իշխանությունը, որը որ նրանք զավթել էին, փոխանցեն իրենց դաուն բջերին, որովհետեւ իրենց դաուն բջերի վիճակը իրանք պատկերացնում են ինչա լինելու մոտ ապագայում։ Ու մենք ինչ օպերացիա ենք իրականացնելու իրանց հետ կապված։ Արամ եւ այս շաբաթը բավական մեծ իրադարձություններով, հարուստ իրադարձություններով դու մի լրագրողի անդրադարձար, ես մի թեթև պարզաբան եմ մեր հեռուստադիտողներին, ուրեմն այդ լրագրողը հրավիրել էր Լիլիթ Գալստյանին եւ հաղորդման վերջում սրտաճմլիկ այտենց հարց է տալիս, թե քո այդ միջադեպի կապված այդպես գնահատականները հնչեցնում առանց ուսումնասիրելու մանրամասն տեսանյութը, առանց երկրորդ կարծիք նաեւ ես ուղղակի ափսոսում եմ, որ ես ներողություն եմ խնդրում Արտուր, տեսեք ինչն է շատ զավեշտալի, երբ որ այդ Մանվել Բադեյանի կիններ ինչներ ինձ գրել են, չէ՞ մեր քաղաքացիները, որ հիվանդացավ Մանվել այդ հանրապետական այդ դեսպանը ինչ էսի վրից թռավ ինչ եղավ, բայց դա դնենք մի կողմ։ Ինձ ինչ էր շատ հետաքրքրական, որ այդ կինը ասում է ես իրան հետապնդել եմ, բայց տեսանյութը կա, խորհուրդ եմ տալի գնա դիմի, չնայած ինքը ոստիկանությունը արդեն զանգել են, կարող մի հատ էլ մենք եթե պետքա մեքենա տրամադրենք, գնան ոստիկանություն դիմեն կամ ԻԱՊԱ մարմիններին դիմեն, տեսանյութը ես ունեմ, երբ որ ես փողոցը անցնում եմ Արտուր, ինքը իմ հետևից գալիս է, այսինքն ես ոնց կարամ մարդուն հետապնդեմ մեկ, երկրորդը Լիլիթ դու քեզ ինչ ես ներկայացնում, ես քո հերերին եմ հետապնդում, ես Ռոբերտ քո պապային Ես ծածանշները ուղղակի այդ որ գնացել որդի պես այդ թալանն են ծածում։ Ուրեմն լսեք այդ ծածողներ։ Դուք շատ փոքր մարդիկ եք։ Գնացեք ձեր բերանը ժավելով ողողում արեք։ Որովհետև այնպիսի բացահայտումներ կանեմ, կթողեք Հայաստանից ցիկտիր կլնեք տնով տեղով։ Ուրեմն արդեն լսես լկտիության աշճան նայ։ Տեսանյութը կա ամեն ինչը կա, բա տենց ոգևորված ես։ Գնա այդ խաշմերուկի տեսանկարանող սարքը տեղ նկարահանել է։ Ես հերախոսով խոսելով Արտուր գնում եմ։ Ինձ եկավ մենք հրապարակել։ Ինձ եկավ վիժվածք ասում։ Ես էլ հիմա էլ եմ ասում, վիժվածքը Սիրուշոնը, ձեր սաղի բջերն են։ Այն չծնվածներն են հələ։ Վիժվածքներին նայեք, ինձ վիժվածք պետք է։ Ու ինքը ինձ վիժվածք է ասում, ես պետքա լռեմ։
Տնով տեղով ձեր ամեն ինչով վիճվածքը դուք եք։ Լրբի ծնունդներ։ Ձայնագրությունով, տեսանյութով ամեն ինչով մեր մոտ կա Արտուր։ Թող հեքիաթներ չպատմեն։ Ու այդ լրագրողներին եմ զգուշացնում։ Ինչ-որ մի հատ ոգևորվել եք, ցավ եք ապրում, ասում եմ, այնց բացահայտում կանեմ, ձեր տան արական սերի ներկայացուցիչները շատ մեծ ցավ կապրեն։ Երբ որ իմանան իրենց մաման, չեմ ուզում ասեմ, ով որ հիանոցում ինչ են անում, ում ինչ որդերն են տվել։ Բերանս բացել չտակ։ Բգոյին այդ տերորիստին լսեք, գնացեք ողողում արեք ժավելով։ Խնդրում եմ ես քոսոտների թեման Արտուր փակենք, որտեղ ես արդեն կարող եմ հուներից դուրս գամ, նորից չեմ ուզում ընտանիքներ քանդվի։ Չէ, կարիք չկա, Արամ, եւ տես միասնության թևեր նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանը շատ հրատապ-ասուլիս էր կազմակերպել, որին սահմաններին էր վերաբերում Հայաստանի անվտանգությանը ու ինքը 20 րոպեեր ուշանում էր այդ հրատապ-ասուլիսին, ձեր նշած տվյալ լրագրողը նաև այնտեղ էր տառապում, տանջվում էր, այդպես խոսքեր չէր գտնում ուղակի, Արման Թաթոյանը քարտեզներ էր ցույց տալի Արբանյակի եւ ասում էր, որ եկել են ադրբեջանցիները, մտել են Հայաստան, տարածքները զավթել են, լռում է իշխանությունը, ոչ մեկ բան չի հայտնում, այդ լրագրողն էլ տանջվեց, այտենց ինչքան կարար ցնցվեց, գնաց հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներին էր այտենց ասում, դուք պարզաբան եք, ասում է, ինչ պարզաբան է, մարդը սուտ խոսան, մարդը Արման Թաթոյանը ասում է, բանի հետ կապակցված Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի հետ փող կապակցված սուտ խոսանա եւ այնուհետև կառավարություն ազգային ժողով հարցի պատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ տվյալ անձնավորությունը ստում է, որ նման բան չկա, Արման Թաթոյանը սուտ է խոսում եւ սա հիշեցրեց, որ սա մահվան պատերազմի ապատեղեկատվության պատերազմ է սա իրանց կողմից, վստահեցրեց, որ նպատակը խաթարելն է Հայաստանի խաղաղության ճանապարհը։ Այո։ Եվ հիբրիդային պատերազմը հենց այսպես է լինում, սիրելի հայրենակիցներ, այսպես ասենք վճարվող, ասենք Գյումրու Վարդան Ղուկասյանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Մենք Գյումրի մոտորես այցելում ենք, թող պատրաստվի Վարդանիկը լողանա։ Մենք գիտենք այդ լրագրողները, այդ մարդիկ ովքեր որ գնում են այդպես հարցազրույց շտապում են վերցնելու, հատուկ ինչի համար են գնում, ում հրանգով են գնում, կամ այդ տեսանյութերը որ նայում ես, ոչ թե պատերազմը Իրանում է, այլ Հայաստանի Հանրապետությունում է։ Օրինակ Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասում էր դուք գնացել եք պերաշկի եք ուտում, իդեպ Նիկոլ Փաշինյանը ասեց կարամ այդ տեղն էլ ասեմ պերաշկու որտեղից եք ուտում, այնտեղ պատերազմ է սկսվել, Նիկոլ Փաշինյանը ասեց բա տես ցավում եք նիստը ինչի ենք անցկացնում կամ այդպես ցավում եք ինքնա ոչնչանայք, ձեր վրա մոխիր պտիններ, որ իսկական եթե այդպես ընդդիմություն եք, որը անհանգստանում է Իրանի համար, գնացեք փկրվեք։ Հեսա ես դրանց կանադառնամ Արտուր, տեսեք, ինչ վերաբերում է Թաթոյան Արմանի հետ կապված։ Մենք Թաթոյան Արմանին հարց էինք ուղղել, չէ, եւ օրո ժամով նշել էինք, թե ինքը երբ որ արտադրության փոխնախարար էր, այդ ինչ գործումներ մաքսային իրավախախտումների հետ կապված այդ բաժնում, տեսության անունել ենք ասել, ազգանունել ենք ասել, այդ ինչ Բիբար Բադրջանին ներմուծե Օսիկյան Արտուրի շոֆերի անունով Վրաստանում բռնվել էին, էս է եկի հարցեր էր լուծում։ Մաթո դրանից խոսա։ Այդ Օսիկյան Արտուրին շուտ սա ընկերն է գաղութների, գիշեր, քաղաքական հիմնարկների վարչության պետ է ժամանակին։ Հովանես Հովսեփյանին են խավորիտ կբարևես Օսիկյան Արտուր, որտեղ բացահայտելու եմ քո ընտանիքի հետ կապված, որ ես ցույց տամ թե սրանք ինչ պիղծ են, խավոր սանիկ, սենց ընտանիքի անդամ, ով ում հետ կներեք ինչա արև որ հիանոցում, դա էլ ենք բացահայտելու։ Ինչ վերաբերում է Միշիկի թևի ծնգածին, ուրեմն լսի երիտասարդ, այդ լրագրողներին, այդ որ տենց Արման Թաթոյանը Արնոլդ Շվարցենեգգերի դեմքով նստած ինչ որ հայտարարություններ անում, ադրբեջանական զինված ուժերը սրանք, նրանք, բայց այդ հարցեք ասեք Արման Թաթոյան, բխի բանակում չես ծառայել։ Սխալ հարց է տալիս Արտուր։ Կամ մեկ այլ հարց, այդ քարտեզները Արբանյակից ով է ուղարկել, Միքայել Մինասյանն է տվել իրան։ Այդ ոնց անում, այդպես քարտեզները մենակ իրանք ունեն։ Արտուր Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի աղջիկա, անունը չեմ հիշում, դրա Սաթենիկ էր, անունը չէր։ Տրուսիկի ռեզինի մեջ է հիմա բնակվում, հնարավոր է որ ընդեղից է ուղարկի այդ նկարները եւ ոչ միայն այդ նկարները, եւ ես սրանց ուղակի սրանց ինչին անդառնամ։ Իրանք հերքում են Արտուր։ Ես հարց եմ տալի, չէ՞, թե դու տենց հայրենիքի համար ուշք միտքդ գնում է, չգիտես, քունդ չի տանում։ Հասել եք բարակ քիչ ես ծառայ, արա տղա ջան։ Այն Անյան Դավիթիկը չենք իմանում ով է, միասնության թևեր։ Հունիսի 7-ին այդ թևերը կդրվելու են Միշիկի։
Թաթան արման, այն բարեկամը տեն են Արա Աբրամյանի քութիկը, որ Ռուսաստանից քեզ փողմող է 2 կոպեկ ուղարկում։ Դրա հարցերն ենք լուծելու Ռուսաստանի մասշտաբով։ Դուք 5-րդ շահասան անդամ եք։ Դուք ծառայում եք հայազգի թշնամուն։ Ու սրանք թշնամի են արտու։ Այս թշնամիներին մենք բացահայտել ենք ու բացահայտելու ենք։ Նորից եմ նշում, թող այդ Բիբար Բադրջյանի հարցին էլ պատասխանի։ Նախկիններից է խոսում, դու քենից լավ նախկին։ Սերժիկի կառավարության օրոք աշխատածը ինչ պետք է լինի փոխնախարար Արտուր։ Սերժի լպատկացեք, ծակվող բենզինիստի փեսու համար ինչ որ մտել է։ Եթե փողա պետք ասեք, մի փող տանք ձեզ, մի կոտորեք ձեզ, գնացեք ապրեք։ Բանը Թաթոն արմեն է, մարդ կա է, այն որ ինչ լինում է գա ֆիքսի։ Այդ գեոդեզիստն ասում ինչ, կարա չմտնես գործ տանք, գնա չափումներ անի, բաներ անի, իրանը էդ է։ Կետը 5000 դրամ։ Հարկետիկ խաղա Միշիկի հետ։ Այ քեզի բան, սրանք են մնացել մեզ պակաս։ Փարաշտամ քաքեն տակներ ասում եմ Արտուր, Սերժի գլխավորությամբ։ Մելիք Ադամյան 2-ում։ Այն թլոշը որ հելը վաղտին ասում էր, բանը մոտակա 60 տարում իշխանությունը աստեյով անստելու են պիղծ այն Վովայա ինչ այն գասպան։ Այն որ աղջկան նայում ես ոնց որ Մայքլ Ջեքսոնը լինի։ Այդ ինչ որ ասում ես 60 տարով եմ եկել, տեսանք էլի արա։ Սաղդ մտակ ձեր կնգապ չեմ ասում որ մասը։ Տղությունից եք խոսում, հայտարարություններ եք անում։ Պատերազմ եղավ, բա ուր եք արա։ Ձեր մեծերը, ձեր պապաները իրանց հորշիրիմները թողել են Ղարաբաղ փախել են։ Դրանից խոսացեք։ Ու մեկ էլ Թաթոյան Արման, ասուլիս տալուց առաջ Միշիկին զանգել տենենք այդ պրոշները որ դա լցում։ Կարող վաղը դու լինես պրոշները լցես։ Դες բանով կոսմետիկայով զբաղվեք, բանով զբաղվեք։ Կարակ շանելի օրինակ ներկայացություն բացեք Հայաստանում Միշիկի հետ։ Ձեր էդ է։ Ձեր գործով զբաղվեք։ Արամ, քանի որ այս շաբաթ Եվ դերեցություն եմ խնդրում եւ անդառնամ այդ պերաշկուն այդ անգրեսայի ինչ է այդ Խամոյանին, չէ՞, այդ որ ոգևորվել է ազգային ժողովում, բանա, պատերազմը դուք պերաշկի եք ուտում։ Բա Ռոբերտ Քոչյանն ասեմ ինչ է ուտում։ Ագնեսա։ Կհիշեք Արտուր են մեծ հայքի թակավորության ժամանակ, երբ որ Արտաշես առաջինը մահացավ, զոհվեց այդ մի 10 ստրուկ հետը գցեցին, չէ՞, իր հավատարիմ ստրուկներին, այն աշխարհ։ Ինձ թվում է որ Քոչյանը որ մեռնի, այս Ագնեսը Աննա բան, այն գեղամ, մեղամ, սրանք խարակիր են անում, իրանց գցեն փաթաթել հետը փաթեն Քոչյանը գնան։ Ամոթ հələ բա Ագնեսը մտել Քոչյանին դրա հարցը։ Ասա այդ 2005, 6, 7 թվին, այդ ոնց մեր ռազմական բալանսը փոխվավ ուտելու պատճառով։ Քոչյանը պերաշկի չէր ուտում այդ ժամանակ։ Հայաստանի ոսկին էր ուտում, մոլիբդենն էր, հանքերն էր ուտում։ Բայց դրանից խոսա։ Բայց ես խոսք եմ տալի, որ ինքը ուրիշ բան է ուտելու։ Ուղղակի էթիկայի նորմեր չեմ ուզում խախտեմ, բացաձայն եմ։ Ու ոչ միայն ինքը, իր թուլեքի հետ միասին։ Արամ եւ շարունակելով թեման падգամավորների վերաբերող այսօր Աննա Գրիգորյանը падգամավոր հայտարարեց, որ խոշոր գործարաններ մաքսային արտոնություններ են ստանում, հետո իմ քայլին գումարներ են մուծվում։ Հնարավոր է այսօր հեղափոխությունից հետո նման Չէ, ինքը դեռ անում տվեց Արտուր, դուք դա եք մոռանում։ Ուրեմն ինչ ասեց Աննա Գրիգորյանը, չէ, բնականաբար արտոնություն Գրիգորյանը Աննա Չալաբյան ավետիքն էլ է ստացել։ Իր ջեյմոսների հետ կապված կառավարության որոշում կա։ Եթե չեմ սխալվում, գործարար Սամվել Ալեքսանյանն Այո, Աննա Գրիգորյան, բա այդ Քոչյանի խնամու Բադելյան Վալոդիայի աղբոր սպնետի շտենդը դրա խոշոր շահում։ Բա դրա մասին սկլերոզում ես մոռացել ես։ Կարող վայ Հակոբյանի հետ շատ էս ժամանակ անցկացել, տենց վայ Հակոբյանը հիմա ծերունական հիվանդությամբ է տարապում արդյոք մոռացել է։ Շատ բաներ է մոռացել, բայց մենք հիշացնում ենք Էլիզաբեթ Պետրոսյանի հետ կապված։ Նորից եմ նշում։ Թազեն Արմենին կբարևես Էլիզաբեթ։ Ես զարմացա, այդպես մեծ սեր ունեիք իրար նկատմամբ, ոնց ձեր սերը ավարտվեց ինչ հանգամանքներում։ Հիմա անդառնամ այս երևույթին, ուրեմն Արտուր, տեսեք, ստեղ ինչ է կատարում սա։ Ես մտածում էի, որ Ռոբերտ Քոչյանը Խաչատուր Սուքասյանից է հղի, բայց պարզվեց, որ եւս մի գործարար կա, որ հղիացրել է Ռոբերտ Քոչյանին, դա Սամվել Ալեքսանյանն է։ Ես ինֆորմացիան բազմիցս մենք ստանում ենք, որ սա ուղղակի աբիժնիկ է, քանի որ չի կարողանում գործարարներին այսպես
իրար բնավորության համաձայն պետության դեմ որոշակի գործողությունների մղի, մարդիկ ուղղակի զբաղվում են իրենց բիզնեսով, դե այդ հատեքստում Քոչարյան Ռոբերտը Ալեքսանդր Սամվելից հղիացել է, հղիա։ Երևի ես հույսով եմ, որ պարոն Քոչարյանը Սիրուշոյի պես Ամերիկայում չի ցրթի։ Կարա գնա կաթոլիկոսի հետ Իզմիրյանում ծննդաբերի։ Գոնե Հայաստանի քաղաքացիություն կստանան։ Ուրեմն լսի արա Քոչարյան Ռոբերտ, այդ լամուկների, այդ վեսնոսների հավաքի։ Բան ես ասելու հելի տղու պես ասա, չնայած դու տղալներ այսօր չէին գնի։ Բայց քեզ մի խորհուրդ կտամ։ Այդ պատկաբլուշնիկ Սերցակիտ ու Քոչարյան Լևոնիկիտ ուղարկի Ալեքսանդր Սամվելի մոտ թող դասերի գնան։ Մարդ ես կարող մի քիչ տղություն մոտների անդառնա հասկան տղավարի ապրելը որն է։ Ուրեմն արդու սրանք սա են, տեսեք, սրանք գիտեք ով են, սրանք իրանց այդ վեստորստերի քութիկներին միշտ օգտագործել են մարկանց ինչ-որ վարկաբեկելու, բան են ասելու չեն կարող ասեն, գիտեք չէ՞ դու ինչ են ասում Արտուր։ Ասում են դե մենք տեղյակ չենք։ Չենք կարող վերահսկենք։ Ուրեմն Արտուր նշեմ, որ նաև Սերժիկ Սարգսյանն է մեզ ինֆորմացիա փոխանցել Բաքու Ջեյանի հետ կապված, թե ոնց է Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձնավորությունը տենդեր շահել, ադրբեջանական այդպես բյուջեից փողեր կերել, դա ենք մենք բացահայտել։ Ուրեմն տեսեք սրանք ինչ աստիճանի պիղծ են Արտուր։ Իրար խավորսանիկ, իրար ընկեր, մեկը մեկի վրա ինֆորմացիա է տալի։ Սրանց ես ինչ ասեմ։ Ինչ ասեմ սրանց Արտուր։ Մի բան կարամ ասեմ Արտուր, երբ ազգային արտադրական պայքարը, որը որ մենք սկսել ենք իր հաջողությանը հասնի, Սիրուշոյին, Քոչարյան Լևոնին, Սերցակին ես այն Սիմոնի բազարում էի պատկերացնում Միշիկի հետ կաշկակշելուց են բանին, բանջարեղենի, բայց երևի Երևան City-ում տեղավորենք այս կոնտեքստում։ Արամ եւ այս շաբաթը բարի չէր մի քանի Homo sapiens-ների համար։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ գույք եւ շարժական գույքեր շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Նախարարը չեմ ուղղակի չի տեղավորում թե իմ թե մեր հայրենակիցների ուղեղում զբաղվել է ազգը կրթելով թե զբաղվել է թալանով։ Չէ, իր բջերի բուգը պահելով Արտուր, սա դաշնակ է, թե չեմ սխալվում։ Այո։ Ինչ-որ ազգային ժողովում էլ հենց ոգևորվել են Արծվիկ, Մարտվիկ, ընկեր Արտուր Խաչատրյանը խղճարության։ Ոչինչ Արտուր։ Հեսա բոմժ կդառնանք իմանալ այդ ինչ է։ Ես իրանց ինչ ասեմ, իրանք Երիկ Թուրքի հետ կոալիցիա են եղել Արտուր։ Հիշում եք այն հայտնի շրջաբեկանը։ Սրանց ինչ ասես։ Սրանց գործունեությունը, սրանց քաղաքական ճանապարհը վերլուծելով կարաս իրանց քֆուրտաս ու պատասխան տաս Արտուր։ Սրանք ով են ընդհանրապես։ Արամ եւ դաշնակցական падգամավորները էլի ազգային ժողովի ամբիոնից լացուկոց էին դրել եւս մեկ անձնավորության համար դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պահանջ է ներկայացրել դատարանին ազգային ժողովի նախկին падգամավոր Էրնեստ Սողոմոնյանից եւ նրա կնոջից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի հյուսիսային պողոտայում գտնվող երկու անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ, 8 միլիոն 50 հազար դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Իդեպ Էրնեստ Սողոմոնյանը դա Վիկտոր Սողոմոնյանի հայրն է։ Բոլորիս հայտնի, մենք Վիկտոր Սողոմոնյանի հետ կապված տեսանյութեր ենք հրապարակել, պատմել ենք Այո, դա նախագահականում ինչ սերա է կարող Ռոբերտ Քոչարյանը։ Անին է մեզ բացահայտ, աշխատակից է նախքին։ Արամ եւ հիմա այնտեղ Արտուր Խաչատրյանը բան ասում են այդ արդար մարդը, պատկառելի մարդուս էս մեղադրանքներ, բա արդար մարդուն որտեղից երկու տուն հյուսիսային Արտուր ասեմ, ուրեմն տեսեք, սա երբ որ Ռոբերտ Քոչարյանը սկսեց Մոնղոլ թաթարական արշավանքի վերջնական փուլը հայ ժողովրդի նկատմամբ հյուսային պողոտային բնակվող մեր քաղաքացիներ եկան շպրտեցին դուրս, այդ իրանց միլիոնները աշխատեցին, զավթեցին եւ ինքը իր սիրուհուն, իր, չգիտեմ, քութիկին, իր սկսեց բաժանել, ամեն մեկին մի հատ երկու հատ տուն տվեց, այս Էրնեստիկի բնակարանը այդ կոնտեքստում է, այդպես եմ դիտարկում, սա Սողոմոնյան Վիկտորի հերն է, Էրնեստիկ գնա մի հատ տղուտ պրոշներին ուշադիր նայի, տես այդ ինչ ա եղել, կարող Միշիկին է այդպես քաշե, լավ տեղ չի տանում, ճիշտ ասած, ես որպես տղամարդ եմ ասում, բայց իրանց այս ինտիմը դնենք մի կողմ Արտուր, որտեղ մենք Քոչարյանի հետ կապված դեռ ես այնպեսի բացահայտում եմ անու 90-ից մի օր առաջ, որ ուղղակի նրան ձերով բարև տալը ամոթ լինի, ես
նրա սեռական կապն եմ բացահայտելու իր ազգականուհու հետ նկարներով ամենիչով փաստերով դա ընտրությունից մի օր առաջ եւ Էրնեստիկ լավ չի չէ այդ որ եկան այդ որ տունը բերել էին Հյուսային պողոտայում գրում էին քանով չէր ասում բայց աղջան այս տունը մեզ որտեղից այսում դժբախտության վրա ենք կառուցում մեր երջանկությունը սրանց սա դեռ սկիզբն է Արտուր սրանք բոմժ պետք է դառնան բայց Սողոմոնյան Վիկտորի հետ կապված եւս մենք այսօր շատ կարեւոր բացահայտում ենք իրականացնել, որովհետև Մոսկվայում Աղվան Հովսեփյանի նախկին ճտերից Ավակումյան կամոն ապաստանակ թե Մոսկվայում արդեն մի 15 տարի է դարել է գործարար ու այս Քոչյանի քութիկը մենք սրանց զգուշացել էինք ինչ-որ մեղականով զանգել էր լացուկոցով որ կապ չունեմ այս կոմենկոն բայց ոնց հասկանում ենք սա Սողոմոնյան Վիկտորին ֆինանսավորում է Քոչյանի աշկին բարձրանալու համար Սերժիկ Սարգսյանի աշկին բարձրանալու համար այս պորնիկը ինչ-որ մի հատ ջեբի գեներալան դե պահում փողմող տալի թրած տեից Ավակումյան կամ Քոչյան Ռոբերտին պատմել ես որ իր դեմ ցուցմունք տվողին փող է տալի հեն արա սա հաղորդման վերջում այս պորնիկի ծնունդին մենք անդառնանք Արտուր ու սրա լակոտին Արամ եւ որոշ զանգված մեր եթերներում իհարկե ասում ոչ մի բան չի արվում, բայց սակայն մենք տեսնում ենք, որ 2006 թվականի գործ է բացվել եւ դատարանի վճռով անվավեր է ճանաչվել մարտի 3-ին 2006 թվականի Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար այն ժամանակ Սերժ Սարգսյանի եւ ՓԲ ընկերության միջև կնքված Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայի հարող տարածքում գտնվող 0.17 հեկտար մակերեսով հողամասի արքու վաճառքի պայմանագիրը պատկերացնեք հիմա 2006 թվականի կատարված գործարքը բացվել է եւ չեղարկվել է Արտուր Սերժին մենք ունենք ասելիք, բայց սպասում ենք եղանակային պայմանները մի քիչ բարելավի, որ այցելենք իր ջրվեժի հետ առանձնատուն, շքեղ, նոր սարքած, թարմը, այդ բենզինից ծաղկվող սրսկվողին ես ինչ ասեմ Արտուր։ Դրա ամբողջ կյանքի նպատակը եղել է ֆլեշի բարսերի հետ բլոտ խաղալը։ Սա կազինոյի ապրանք է, սրան առասարակ արդեն իրանից բան ինչ ներկայացնում։ Տենց Պետք է այդ փոխկապակցված մարկանց հայտնաբերենք, այդ թարանը հետ բերենք, որը որ մենք անում ենք եւ մենք արդեն Դուբայում մեզ սպասում են, մենք ուղղակի սպասում ենք այս իրավիճակը հանդարտվի եւ գնանք այնտեղ շատ կարեւոր բացահայտում ենք անելու Սերժիկի հետ կապված։ Թե սրան ինչ ասես Արտուր։ Անտեր շամպես դեղի բենզինի տակ իր բանում վերընկած, փեսեն փախած, այն մի փեսեն սրա ինչին անդառնանք մենք։ Սա ինչին անդառնանք այս վեցնոցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը քիչ անց կարադառնանք ավարտենք դատարանների թեման եւս մեկ հետաքրքիր գործով շարունակում է դատավարությունը դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, այսինքն դատական նիստերը շարունակվելու են, սա բավականին գովելի քայլ է եւ մենք հույսով ենք, որ այս դատական նիստը իհարկե ձգձգվում է բավական երկար, դե Ռոբերտ Քոչյանը օրինակ չի ներկայանում դատական նիստի, փոխարենը նույն ժամին մամուլի ասուլիս է կազմակերպում կամ Սեյրան Օհանյանը զբաղված է լինում դոկտոր Ռուզիկին ուղարկելու այո հարցերով չի ներկայանում դատարան Տենց վատ է Խաչատուրովն է գալիս ասում պրոպկեքը ես ինչ անեմ բան ոնց որտեղ պրոպկա իրա առանց հումոր չի անցնում եւ Արամ իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը խնդրել էր որ իրանց ամուսնալուծության հարցը չդառնա քննարկման մենք անձնական երբևիցե անձնական հարցով բայց իհարկե մենք չենք քննարկում ընդդիմադիր որոշ գործիչներ տես լուրջ դեմքով նստում են հատուկ բաներ են պատմում ինչ որ գաղտնիքներ որ հայտարարություններ օրինակ Հայկ Նահապետյանը Տենց ռազմական փորձագետ հայտնի այո, հա, խոժոր դեմքով պատմել է թե ինչու փախավ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանը, դա վերնագիրն էր, այո, դա տեսանյութը խորհուրդ չեմ տա մեր հեռուստադիտողներին դիտելու, բայց կխնդրեմ մեկնաբանես բուլվարային դերին մամուլի մակարդակի, բայց տեսեք Արտուրը շատ մեծ ցավ եմ ապրում ես, որ Հայկ Նահապետյանին ճանաչում եմ եւ ուղղակի Հայկ Նահապետյանին խորհուրդ կտամ, որ ինքը մնա իր այդ ռազմական չստացված փորձագետի կարգավիճակում, որովհետև նա անգամ լուրջ կրթություն էլ չունի ռազմական փորձագետի, ինչ որ այնց ինքնահռչակ հայտարարություններ անում, չնայած ինքը ինչ վերլուծելա չի եղել Արտուր։ Եթե իր եթերները որպես փորձագետ որ
նայես, չնայած մարդիկ կան, գժեր կան, որ նայում են այդ գիտեք, չէ, առաջի սերիալը որպես սերիալ գժանոցում են ներկայացրել առաջի անգամ Միացյալ Նահանգներում դեռ մի 60-70 տարի առաջ փորձարկում են արել, որ գժերը հանգիստ լինեն։ Հիմա սա էս ոլորտից է, բայց ես մեծ ցավ եմ ապրում, որ պարոն Նահապետյանը չեմ ուզում շատ բան պատմեմ, որովհետև շատ բան գիտեմ, բայց մի փոքր փակագծեր բացեմ, ինքը աշխատում էր Սերժիկ Սարգսյանի թիմի հետ, իր համար գնում էր եթեր գալիս էր, այտենց ինչ-որ եկեղեցու համար էր պայքարում, իրան հույս էր տվել, ինչ-որ վերլուծություններ անում, գիտենք իրան Ռուսաստանի դեսպանատնից այդ նյութերը փոխանցում էին հանրապետական կուսակցություն հատուկ մարդ կա, իրան մեյլ էին անում, էսի իրան մեյլով իրան էր ուղարկում, էս էլ գալիս էր թղթերը դնում էր դեմը, նոթբուքը բացում էր եթերում ու սկսում էր կարդալ իր վերլուծությունները, բայց դե մենք գիտենք այդ անգամ մի մոտ պահպանված այդ մեյլերն կան Արտուր, որ ինչ են իրան փոխանցել, ոնց են փոխանցել, այդ ամեն ինչից մենք գիտենք, տեղյակ ենք, բայց հետո ինչ տեղ ունեցավ էվոլյուցիոն ճանապարհով Նահապետյան Հայկը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի թիմում եւ նրա կուրատորը համարվում է այն հայտնի մանկապարտեզների հանդեպ մեծ սեր ունեցող եւ հարգանք տածող բեղավոր անձնավորությունն է, այդ Աղվանը ինչա։ Այո, Վարդանյանը։ Նախկին երիտասարդը եւ Աղվան Վարդանյանն է այդպես աշխատում 5-րդ ալիքա գնում, սկսում է այդ չկարացած փորձագետի վերլուծությունները անել իմ ընկալմամբ, բայց նա մի բան չհասկացավ, որ նա ուղղակի մտավ մի դաշտ, անձնական դաշտ, որտեղ որ ուղղակի պետք է ստանա իր պատասխանը։ Ես ուղղակի խորհուրդ կտամ Նահապետյան Հայկին, որ այդ դաշտ չմտնի, գնա զբաղվի իր այդ ստից ռազմական շուտ փորձագետով ինչ-որ այդ բաներով դեսպանատանիստան թող գնա խոսա, դա է իր գործը Քոչարյանի համար, բայց Նահապետյան Հայկ, դու չես էլ հասկանում քեզ Ռոբերտ Քոչարյանը ոնց է շատ էժանով օգտագործում։ Սենց սկսել է առաջի գից, դա Քոչարյանի բանն է, չէ՞, Արտուր, կոպեկներով մարկանց գցում է առաջի գից ուղղակի իր կարճ խելքով։ Ու այսօր Նահապետյան Հայկը հարցազրույց է տվել, ասում է Աննա Հակոբյանը ինչու փախավ։ Բա Նահապետյան Հայկ, որ դու տենց բան ես, գողական տղա ես, տենց կռուտոյի փորձագետ ես, տենց բան ուղիղ խոսացող ես, դուխը թե քեզ ուտում է։ Բա մատ Ռոբերտ Քոչարյանին ասա, պարոն Ռոբերտ Քոչարյան, հարցը Ցիրուշան բախյա ցրթում է Ամերիկայում, որ տենց անձնական բնույթի գնահատականներ ես կարում տաս։ Բա մատ ասա, պարոն Քոչարյան, այդ ինչ եղավ, որ հղիացար Ալեքսանդր Սամվելից, Խաչատուր Սուքիասյանից։ Բա տենց հարցեր դու։ Հորդորի, որ Ռոբերտ Քոչարյանը այս անգամ Իզմիրյանում ցրթի, ոչ թե Ամերիկայում։ Բա դրանից հարցեր արա։ Թե դուխը չի երիքում։ Երկու կոպեկից կզրկվես։ Կգաս մենք կտանք, մի մտածի։ Բայց քեզ մի քիչ մարդավարի պայի, մեծ մարդ ես, տարիքդ հարգում եմ, չեմ ուզում ավել բաներ պատմեմ, որովհետև որ ավել բաներ պատմեմ Արտուր, ոչ միայն ինքը, այլ իր այդ թիմը, նախկին թիմը, մեծ խոսացողների մասին ես բաներ կպատմեմ, ասում եմ, ընտանիքներ կքանդվի, բայց դա մեր գործը չի։ Ամեն մարդ ինքն է որոշում, ում համար է քութիկություն անում այդ կոնտեքստում։ Ուղղակի նորից եմ նշում, թե այդպես տղա եք, այդպես մեծ խոսացող եք։ Բալը գնացեք հարցեք այդ ձեր ընկերներին, այդ գեներալ, որ Ղազի պես գերի հանձնվան, այդ ոնց եղավ։ Բայց հələ գնա ասա Սերժիկ, Ռոբերտ Քոչարյան, այդ ոնց հորդ մորդ շիրիմը դարավ տուալետ։ Արամ ես ներողություն եմ խնդրում Ղարաբաղում։ Ես ներողություն եմ խնդրում գերիներին վերաբերող այտենց հիմա թե բա գերիները նստած են բան, օրինակ մենք նայում ենք Իրանում ոնց է զովում, ասենք, բան։ Արտուր, տեսեք, ես հերոսները այդ ման։ Այո, տեսեք, Արտուր, օրերս տեսանք Մանուկյան Գեղամիկին, ինչ որ սրտաճմլիկ են Քոչարյան Անձյանիկին, բա հորդորեք Մելքոնյան Գագիկին, որ էլ գերիների հետ կապված, Մելքոնյան Գագիկը ինչ ասելա, լավ է արել։ Հələ մի բան էլ քիչ է ասել։ Ինչ է ասել, որ Մելքոնյան Գագիկը, ասում արա եկեք իշխանության, 5 րոպե հետո լուծարիք պետություն, դուք էլ գերին գաք։ Վասախալ բան է ասել Մելքոնյան Գագուն, Արտուր։ Ավելի գնային կանգնեն հրետանու հրթիռակոծության տակ զոհվեն, ավելի գեղեցիկ էպիկ կլներ։ Տեսեք, որպես հերոսեք թաղվեն։ Մենք այսօր տեսնում ենք մի իրավիճակ մեր հարևան Իրանում, երբ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլա Խոմեյնին ինչ արեց։ Գնաց իր տուն, նստեց հաց ուտելու, բոմբը եկավ, ռակետը ընկավ վրան։ Ինքը գիտեր չէ, որ այտենց է պետքա լինի։ Բայց ինքը ինչ ասեց, ինքը ասեց, եթե սենց իրավիճակ է ստեղծվել, հազարավոր զոհեր ունենք։ Ասեց, այսինքն նա ասեց, ես հո
պատվալ բունկեր մտնող տղա չեմ։ Նա գնաց ինքնազոհության հանուն իր պետության Արտուր, որ ժողովրդի դուխը հելնի իրան ուտի։ Այսօր պարսիկների դուխը չի հելնի իրանց ուտում Արտուր։ Հենա վրա են տվել։ 10 հատ երկրի վրա են տվել մենակով։ Որտեղ այդպես ղեկավար ունեն, որ ուդարը վերցրեց իր վրա ինչպես ասում են հարվածը։ Իսկ սրանք ինչ արեցին Արտուր։ Մտավ Քոչյանը մտավ Սիրուշոյի Տարուսիկի մեջ։ Սերժը մտավ Միշիկի հիմա ասել է ինչի մեջ։ Օգանովսկի, Ջաբրայելի կռիսը, Արույցը։ Բա դուք արա որպես ղեկավար գնայիք Ջաբրայելու Մադաղիսում այդ Քոչյան Ռոբերտը, որ Արույցի վրա նստած նկարվել է իր։ Այտենց այդ հայր Արույցի վրա նստեիր, ասեիր, այս հողից դուրս չեմ գալու, թող մտա ռակետի վրա ուդարը վերցնեիր քո վրա։ Սրանք դրիվ հակառակը արեցին Արտուր։ Հիմա էլ ասում են գեյների բան մի ասեք, մենք գեյների բան չենք ասում։ Այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրանք գերի չեն իմ համար։ Դրանք պետք է գանց դե դատվեն։ Ապագայում մենք պետք է ասած կարտոշքի կամ ինչ-որ մի փոխենք, բերենք դե դատենք Արտուր։ Պետություն լուծարողը ո՞նց կրե գերի լինի։ Իրանց ճիրիմ, իրանց երկիր 100 տանգ են հանձնել 3 օրում։ Այդքան զենք զինամթերք հանձնեցին։ Այն վիժվացել են, այն սվոլը չեն, Շարաման կեղտը։ Եկել ասում բանը, չեղյալ եմ հայտարարում։ Լավ արա չես ամաչում արա։ Սրանց ես ինչ ասեմ Արտուր։ Ես սրանց ես զգուշացել եմ այս տականքներին, ծպտուներից մտել եմ դեսել ես, դուք դրանք մենք ձեր հետ ինչ ենք անելու։ Սրանց մեծ մասը է, որ եկել ասենց Ղարաբաղցի հայաստանցի են խառնում, չէ՞, շուտ։ Սրանք դատվելու են Արտուր, որպես պետության անվտանգությունը խաթարող ազգամիջյան բախում հրահրող անձնավորություններ սրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Հերիք է լավ որ եղավ արա։ 30 տարի եկել ենք այդտեղ ծառայում էինք հայ զինվորը։ Պահում էր այդ ցախ չհաստելում հայ են ծառայողները։ Հայ նկատի ունեմ հայաստանցի, Ղարաբաղցիները էլի մեր հայ նկապ չունի։ Բա դուք ինչ էիք անում 30 տարի արա։ Հարաբեցյան լովա էին բռնի կթում։ Բակոն նետում էր Մոսկվա ումից ինչ կանում պոկում էր։ Բայց այդ փողերը ինչ արեցիք արա։ Ասեմ ինչ արեցին Արտուր, Ռամադա հյուրանոց, Երևանի Մալիբուի շենք էր այգում։ Բա ինչ են արել։ Այսօր մեր եթերը բավական մեծ է եւ չենք հասցնի հրապարակենք, Մետաքսե Հակոբյանը լուսանկարներ ու տենց հաղորդագրություններ տարածել, որ նայում ես այդ լուսանկարներին, քեզ թվում է, որ հեսա իրանք արմատուրաներով այդ Բագրատ Սրբազանի արմատուրաներից վերցնելու են եւ ինչ որ պայքարի են պատրաստվում։ Ման մենք հաջորդ հաղորդմանը անպայման կարադառնանք, բայց ուզում եմ ասել, որ օրերս տեղ ունեցավ Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստը եւ այնուհետեւ հայտարարեցին հանրապետականները, որ գործող իշխանության հերացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն եւ ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին քաղաքասարակությանը եւ յուրաքանչյուր քաղաքացու միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Իմպիչմենտը իրանց համար հավասարազոր է փողոցային պայքարին, պատրաստ են քննարկել վարչապետի ցանկացած տեխնատություն։ Մեր քննարկման միակ օրինակը իշխանափոխությունն է։ Արամ ես զարմանում եմ ուղղակի ՀՀԿ-ն ինչպես կարող է դեռ impeachment-ի կամ իշխանափոխության մասին խոսել։ Արտուր մատ պատմական օրինակ բերեմ, այսօր շատ օրինակներ բերեցինք, այդպես ալեգորիաներ, չէ, Արտաշես առաջինից, ընդեղին Ագնեսին, բայց ստրուկների հետ կապված որ այդները գցում գնում են, ուրեմն Ադոլֆ Հիտլերը երբ կանցլերա նշանակվում Գերմանիայում ու արդեն Գիդենբուրգի մայից հետո երբ նա ամբողջովին իշխանությունը վերցրեց, այդ ժամանակ Նիդերլանդներից, Հոլանդիայից Կայզեր Վիլգելմ II-ը նամակ է գրում, նա որպես կայզերական Գերմանիայի որպես դե վերջի կայսերներ, չէ, այդպես կայզերներ առաջի աշխարհամարտից հետո եւ պարտվեց, չնայած նա թասիբով մարդ էր, ասեց 70 միլիոն գերմանացի կփռեմ, ոչ մի բան չեմ ստորագրի, գնաց Հոլանդիա եւ զինվորականները եկան իշխանություն կարելի ասել այդ Գերմանիայում, ինչ եղավ, չէ, այս այդ կոնտեքստում եմ պատմում, ուրեմն երբ Հիտլերը արդեն իշխանության է գալիս իր ծրագիրը իր այդ բանակի հետ կապված, չէ, այդ ժամանակ Կայզեր Վիլգելմ II-ը նամակ է գրում, որ ողջունում է Հիտլերին, ասում է հուսով եմ, որ հեսա կվերականգնվի թագավորությունը Գերմանիայի այդպես կայսրությունը, երբ Հիտլերը կարդում է, ասում են ինչ ասենք, որպես երկրի ղեկավար, ասում է գիժ ասա, բիծայա իմ խելքը գցել է մարազմատիկ, հիմա ոչ թխոսա։ Հիմա նույնը ասենք, ես ծիծաղալու եմ, ախր սրանց ինչին դառնաս Արտուր։ Ուրեմն տեսեք, ազգային ժողովում անգամ
իրանք այնքան չկան, այնքան պատգամ, անդիմադիր պատգամների մի մասն էլ արդեն դուրս եկել, իրանք չեն կարող շրջանառության մեջ դնել այդ օրինագիծը, պատկերացնում եք Արտուր։ Դա էլ չեն կարող անել, ասում են impeachment-ի ու ինչ-որ ասենք Սերժը վարչապետի տեխնատուրա քննարկում, դուք պատկերացնում եք Արտուր։ Էրդողանը գա ձեզ կկրի արա Հայաստանը, դուք այդքան վատն եք, այդքան ժողովուրդը ձեզ ատում է։ Կարամ առաջարկեմ Սաշիկին առաջադրեն որպես վարչապետի տեխնացու, ինչքան բենզինից ծակվող սրսվող կա, գա կընտրի իրանց։ Տարածաշրջանում այսպես նշեմ։ Սրանք անլուրջ է Արտուր։ Սա ինչին ես խորհուրդ կտամ, որ երևի ճիշտ կնի ֆլեշի բարձրի հետ բլոտի սաստավ հավաքվի։ Նստեն բլոտ խաղան։ Լիսկանալ Փարիզից on-line կմիանա իրանց։ Իդեպ օրերս սոցիալական հարցում էին հրապարակել արտասահմանյան կազմակերպություններ կատարել եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը տես 4 դաշտ Արտուր ես ասել եմ սրանց ինչ 4% ուներ ընդամենը։ Սրանք չեն պատկերացնում Արտուր, սրանք արդեն չնայած կամած պատկերացնում են իրանց գլխին մենք ինչ ենք բերելու, բայց չեմ ուզում փակագծեր բացեմ։ Եվ արա մինչ մեր հաղորդման առաջի մասը ավարտելը դու հավաքում եմ Կամոյի հետ կապված ասեցիր որոշ հրապարակումներ պետք է անես, որոշ բացահայտումներ խնդրեմ ներկայացնես։ Ուրեմն Արտուր, տեսեք, այս Քոսոտի հետ կապված մենք մի քանի ամիս առաջ հրապարակում էինք իրականացրել, հետո սա երթուն պատարակ քֆուրներ հենց այսպես կերավ, որ ես կապ չունեմ այս կողմ այն կողմ, խնդրեց աղաչեց, որ ինքը պետության դեմ չի, այդպիսի իրավիճակ ստեղծվեց եւ մենք իրան ժամանակ էինք տվել, որ խելքը գլուխ հավաքի, բայց ոնց հասկանում եմ, այս երևույթը տեղը չբերեց Արտուր, ինչ որ ականջալուր եղավ մի քանի թափթփուկների, որ շփտի գային մեր հարցերը լուծեին, մարդիկ, որոնք որ իրանց կանգա հարցը չեն կարող լուծեն։ Ուրեմն լսի արա, այ վիժվածք։ Հենց հիմա հրապարակում եմ Արտուր, ես անցած իմ հաղորդման ժամանակ սրան զգուշացրել էի, որտեղ մենք սրան ֆիքսել էինք Սուրբ Էշմիածնում ու վեհապարին էլ ասել էինք, որ եզրասի ականջները կդրենք։ Մի հատ էլ sense բան տեսանք։ Ուրեմն ես սրան մենք ֆիքսել էինք Էշմիածնում Ռոբերտ Քոչարյանի Քավորի այդ գենայի այդ պուտանկեն այդ որ ամուսնացավ այդ վեհապարն էլ խաչը վեկալեց վազեց այդ կադրը մենք հրապարակել ենք Արտուր եւ մենք այնտեղ ֆիքսել էինք Կամոյին անտեր շամպես պատի տակ կանգնած։ Խնդրեմ։ Ցույց տամ հեսա։ Այո, սա Աղվան Հովսեփյանի, Աղվանի կնիկը ասում է Արամ ջան, սա մեր ձակն է եղել տարիներ շարունակ։ Մյուս հաղորդմանը մենք ապագայում ավելի մանրակրկիտ ներկայացնենք սրա տեսակը, թե սա ոնց է քութիկություն արել, սրան ոնց է Աղվան Հովսեփյանը այնտեղ գործ տվել։ Ուրեմն Աղվան Հովսեփյանը ես որ փրշտում եմ Ավակումյան կամ քո հերը մտնում է սեղանի տակ։ Դու երևի հասկացար, բայց ի՞նչն է այստեղ կարևոր Արտուր, որ այս պիղծը ունի մի հատ էլ իր նման պիղծ, խնդրեմ, որը որ Մոնակոյում, սրանք Մոնակո են գնացել հասել, այդ թուրքի, այն, խնդրում եմ ցույց տու այդ թեաշով դուսպրծուկին, սրա որդին է։ Այս հետևում կանգնած։ Այո, այն որ ֆիքսել ենք մենք, մեր կադրից չի։ Սա Արտուր Ռոբերտ Քոչարյանի Քավորի գենայի որդու Շագորի եւ Պուտանկին Մարիայի հարսանիքն է այդ թուրքի, որը որ Մոնակոյում է տեղ ունեցել մենք բացահայտել ենք, որ Սիյուշոյով բանով անցած տարի սա ինչքան քրճկար ընդեղ էր հավաքվել թռած։ Սրա որդին սրա եւս մասնակցել է այդ հարսանիքին։ Ուրեմն Արտուր, սրանք գիտեք ովքեր են, սրանք հայ ազգանունով թուրքեր ադրբեջանցիներ են, որոնք որ ոչ բանակում են ծառայել, Ռուսաստանում, ինչ-որ գնացել Facebook-ի ինչ-որ մարկանց էր դիմել, զանգեցին, ու ասեմ Ավակումյան կամ այդ Facebook-ը որ գնում ես, ինչ-որ ուզում ես հարց լուծես, մենք որ զանգում ենք ոտի ենք այնում, մեզ էլ ուղղակի ասում են մեր գրպանի չուրկեն է էսի, մի քիչ մեղմ վարվենք, բայց մենք մեղմ չենք վարվելու։ Քեզ ու քո լակոտին ականջներիցդ բռնել ենք բերենք ստե։ Այդ որ Պուշկին փողոցում էլիտար թանկարժեք բնակարան ես գնե։ Բա երբ ես գալի բացումը անենք արա, այ թռած։ Շուտ ավտոյի դահլություն անում Մոսկվայում, իրան դրելա շուտ երևույթի տեղ։ Ու սա Սողոմոնյան Վիկտորիա ֆինանսավորում, ինչ որ մի հատ գեներալ կար է ատունեն, որ գցեցինք պատմության Զիբիլյանոցը, Յանույա կանգանով բանով սենց
Այն որ հարսը թողեց գնաց։ Հայ ժողովուրդը սպասում է, որ գա ինքը եւ փրկի։ Հայ ժողովուրդը Արտուր, սրանց բոլորին սպասում է Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, որ սերները փոխի սրանց։ Սրանց հարս ենք բերելու, ես ասել եմ, որ հարս ենք բերելու ենք հարս։ Ու այս երևույթին մի հատ նայեք Արտուր, որ այնքան պիղծ, էսի այդ գենան, որ պատերազմը պարտվել ենք, իրանք Ղարաբաղցի լինելով, այդպես Քոչարյանի ինգեր Սերժինը գնացել, տեսակ ինչ սալյուտ էին խփում Արտուր։ Շու թասիբից նամուսից են խոսում։ Դուք որ նամուս թասիբ ուր այդ թռածներ։ Բավակումյան կամո։ Այդ որ երկու լարի վրա էս խաղում, մի կողմից Սերժի ինգերն ես, մի կողմից Քոչարյանի մոտիկն ես։ Բայց Քոչարյանի դեմ ցուցմունք տվողին քեզ փող տալի, որ Սերժի աչքին բացնաս։ Կգանք քո այդ իտալական ռեստորանում Մոսկվայի կենտրոնում։ Սերդ կփոխենք։ Եվ Արտուր ապագայում մենք արդեն ռուսերեն այդպես ռուսալեզու տիրույթում հանդես կգանք հոդվածներով, որտեղ սրա լակուտ լուկուտները ոնց հասկանում ենք հայերեն չեն հասկանում, որ ռուսերենով իրանց պապայի մասին ինֆորմացվեն ու իրանց մասին, նաև կոչ ենք անելու Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններին, անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը, որ այս լավ էլ այտենց ուժեղ տղեկ ունի սա սրանց թայֆեն, թող գնան Ուկրաինա պատերազմի, պաշտպանեն իրանց հայրենիքը Ռուսաստանը։ Կազմակերպենք թող գնան։ Եթե պետք է այդ պայմանագիր կարան չկապեն, փողը մենք կտանք։ Սրանց ինչ ասես Արտուր, սրանց մենք պետքա բացահայտենք մինչև վերջ ու նորից եմ նշում, ով դուրս է եկել պետության դեմ անկախ նրանից թե Ռոբսոնին նայեք ձեզ խղճացեք արա։ Ինչ օրնային է։ Եկես տեղ խելոք, գարի պես ապրում է, գառնուկի։ Որտեվ հասկացել է, որ վերջի վերջո Հայաստանն է իր հայրենիքը։ Մենք ենք տերերնելու ցանկացածին։ Դուք էլ վաղը դա կհասկանաք, բայց արդեն ուշ է լինելու։ Եվ Արտուր, Ավագումյան կամոին ուղակի խորհուրդ կտամ, որ կնոջ հետ շատ ուշադիր լինի, որովհետև մեր բացահայտումներից հետո, երբ որ Աղվան Գառնիկիչի կինը, ես կասեի ամուսինը, որտեղ այնտեղ կինն է որոշե, այն ինչը որ մեզ հայտնել է, մենք բացահայտենք, ներկայացնենք, շատ հետաքրքիր կլինի։ Կարան իրանք տնեցիկով նստեն սերիալ նայեն որպես իրանց մասին։ Այդ ծամուն ծախող, սա դատախազություն դրա մասին է խոսում խաբար ես։ Անիկնասեր։ Արամ եւ առաջարկում եմ տեղափոխվենք մեր մյուս տաղավար, որտեղ դու արդեն ներկայացնես մեր հատուկ հյուրին, ով իր կյանքի եւ իր ընտանիքի պատմությունը պետք է ներկայացնի, ինչ է տեղի ունեցել։ Նրա հետ շնորհակալություն նման քաղաքացիներին, ովքեր ունեն ու համարձակություն եւ պատրաստ են այս եթերում պատմել եւ Արամ տեղափոխվենք։ Այո։ Եվ սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ ես խոսք էի տվել, մեր հաղորդման երկրորդ մասում մենք արդեն իսկ շփվելու ենք եւ մեր հարցերն ենք ուղղելու Արմենին, քաղաքացու, որը որ դիմել է մեզ, որը որ Սերժա Քոչարյանական բանդայի ժամանակ զրկանքներ ա կրել, որը որ ձեր նման եղել է մեր նման տուժողի կարգավիճակում եւ ինչն է շատ կարեւոր մեր այս բացահայտումների, որ մենք պատրաստ ենք բոլորին տրամադրել եթեր։ Այն մարկանց նկատմամբ ում հանդեպ անարդար են գտնվել, ինչ դուք ուղղակի չեք պատկերացնում թե ինչերի են սրանք ընդունակ եւ այդ իսկ պատճառով մենք այսօր զրուցելու ենք Արմենի հետ, բարև ձեզ Արմեն։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ Արմեն, ես կխնդրեմ դուք որպես քաղաքացի, որովհետեւ ես երբ որ բացահայտում եմ, մի երկու հատ շիստյորկա fake մեկ կան սրանց, որ մտնում գրում են, ինչ-որ Դուբայում գնացել նկարել ենք, աշխատողը տան եկել է, ասում է Քոչարյանին ու Ալիևին ստե տեսել եմ, հնդիկը, ասում են իրանը չի։ Հիմա դրա համար ուզում եմ, որ մեր քաղաքացիները, մեր տուժողները գան, ներկայացնեն, որ մենք մեր հայ ժողովրդի աչքերը բացենք, որ իմանան այս ազգը ինչից է պրծե, այս վիճվածքները թե ովքեր են։ Ես կխնդրեմ դուք շատ հակիրճ պատմեք ձեր պատմությունը, թե ինչ են արել ձեր նկատմամբ տարիներ շարունակ։ Ասեմ Արամ ջան, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ժամանակից մինչ օրս այս ռոբոսերժական բանդան մայրիկիս սպանել են, մինչ օրս դիական հայտա որտեղ է, ոչ գերեզման կա, ոչ բան կա, ինչ որ փաստաթղթեր են կեղծ սարքել,
մեր ընդհանուր համատեղ սեփականությունը խլել են ինձնից, ուրեմն 2005-6 թվականներին, 4 թվականներից ես զբաղվում եմ այս հարցով մինչ օրս, ես հարկանշեմ նախքան իմ բանը շարունակելը, նշեմ, որ ժողովուրդը իմանա ոչ թե ասենք դուք դրանց դեմ եք, դրա համար եք ինձ եթեր տրամադրել, ես նշեմ հարգելի դիտորդներ, դիմել եմ TV5-ին, դիմել եմ ռոբասերժական ծախված ծախու լրագրողներին, մերժել են ինձ ուրեմն եթեր տրամադրել, Արամը համաձայնվեց եթեր տրամադրել, դրա համար ոչ թե ինչ-որ միտում կա ինչ-որ մեկի չգիտեմ ինչ եթերն է, ոչ, ով ինձ տրամադրում է։ Արմեն ջան, տեսեք, մերը ժողովրդի եթերն է։ Այո։ Մենք ազատ ենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, սուրանգյունը հրաժարվեց, հանցանքի հետքով հաղորդումը հրաժարվեց, որոնց հովանավորներն են հենց ումից որ բողոքում եմ, դրանք են հենց հանցանքի հետքով հաղորդման հովանավորները, հանցագործներն են, պաշտոնյաները, հանցագործ, դատախազություն, ոստիկանություն, հակակոռուպցիոն, այդ կաշառակեր հանցագործները։ Շարունակեմ։ Ուրեմն խլել են իմ բնակարանը, ես 2003 թվականից անօթևան եմ, ոչ սոցնպաստ են տվել գրպանել են, ոչ օգնություն են տրամադրել, դիմել եմ հանրապետականի սերժարոբական այդ խունտային, Կարեն Ավագյան, երիտասարդական թևի, Աշոտյան, Էնշան Մազովը, այն մի հատ բուղակարելի դրանց հետ, դիմել եմ Գալուստ Սահակյանին, բոլորին, հանրապետականը բոլորին, ռոբասերժական խունտային, այն Կոստանյան բանը որ կար, Գևորիկը, էդի բանում էր, նախագահականում էր մի ժամանակ, խոսք տվեցին ինձի Զեյթունի վրա երկու հատ սոց բնակարան շենքերին հարգանի, բնակարան ընդե տրամադրեն, էդ էլ ծախին կերան չտրամադրին ինձ, սպասեցնել տվին մինչև պատրաստվի որ տան, էդ էլ ծախին կերան, այնքան անկուշտ, այնքան ագահ, թուրքից վերան են դրանք, թուրքը 15 թվին ինչ արել է, դրանք կատարել են իրանց իշխանության ժամանակ ժողովրդի հետ, այսինքն թուրքը ինչ էր անում 15 թվին, տները խլում էր մարդկանց, հանում գցում էր փողոցները, անապատները, սրանք նույնը, սպանել են մորս, մեր սեփական բնակարանը խլել են, ընձի հանեկցել են փողոցները ու ոչ մի բան չեն անում, թողել են ինքնահոս, շարունակեմ ուրեմն, դիմում եմ մինչ օրս իրավապահ մարմիններին, ժամանակին Արամյան Արամը, Արաբկիրի քննչականն էր, ոստիկանության քննիչն էր, կաշառքի դիմաց կոծկեց մորս սպանության և մեր բնակարանի սեփականության հանդեպ ոտնձգությունները, իմ դեմ կատարված խոշտանգումները, բոլորը կոծկեց կաշառքի դիմաց, այսօր ինքը գլխավոր դատախազի տեղակալն է, դրանից հետո Խանզադյան Վահանը Արաբկիրի դատախազությունում նորից քրեական գործ հարուցեցին, որը կոծկեց նոտար Էմա Շաբոյանի կողմից կաշառք բերեց տվեց Դանելյան Գևորին, որը Աղվան Հովսեփյանի տեղակալն էր, գլխավոր դատախազի տեղակալը, նոտարը մտավ մուծվեց, դուրս եկավ, Դանելյան Գևորը զանգեց Կոստանյանին, գործը կոծկեցին, դա այն Կոստանյան Վահանն է, որը Թամամյանի հետ կոծկել էին սպանության գործը կաշառքի դիմաց, դատվեցին, բայց չպատժվեցին, այդ ձևները չեն պատժվում։ Պատժվելու են Արմեն, բայց ես կխնդրեմ դուք մի շատ կարևոր փաստ եւս նշեք, մենք երբ զրուցում էինք, դուք նշեցիք, որ նախագահական բարոյական ամբողջությամբ սպասում էիք, որ Սերժիկին նամակ տայք, ուտեղ միջադեպ տեղ ունեցավ, այո, ես սպասում եմ։ Պորնիկի տղա մեքենայից դուրս եկավ ու ձեզ վիրավորեց։ Խնդրում եմ այդ դեպքը մի հատ դուք ներկայացեք, որ մենք ցույց տանք այդ բենզինիստ, այդ նարկոմանին, որ ասում է՝ «Խի այդ երկրում ինչ էր եղել, որ այ նարկոման քո ավտոյի մեջից մարդ է ելնում քաղաքացուն վիրավորում է, դրանից է խաբար չես եղել»։ Այ կեղտ Նախագահի մեքենան Դեմիրճյան փողոցով որ գալիս է Սերժիկ Սարգսյանի նախագահության տարի։ Այո, Սերժի ժամանակ Հայրապետով Գրիշը ինձ անձամբ ճանաչում է ողորմածիկը հոյակապ անձնավորություններ, բայց ձեռը ինչ կար։ Ուրեմն մեքենան հերթական անգամ թուղթը ձեռս կանգնած եմ դիմումս որ հանձնեմ անձամբ նախագահին, որովհետև այն վաղ զեկուցում էին սաղ սուտ բաներ։ Աղավաղում էին պատմությունը։ Վերջը մեքենան կանգնեց Գրիշը նորից դուրս եկավ,
ու հետևի դուռը բացվավ, որտեղ նախագահն է նստում, դուրս եկավ մի հատ լացիրակ, մի հատ բիջ, ես իմում բիջներ։ Ընձի սենց անում, մի հատ էլ անցնելուց տեսած է կայնացես, ոտերդ կջարդեմ։ Ասի այդքան կաս, արի ջարդի արա։ Հա։ Բան արեց, քայլ արեց դեպի ինձ, որ պետք է բերանը ջարդեի, գրիշը թևը բռնեց Հայրապետովը։ Քաշեց, ասեց նստի մեքենան գնա մեր մոտիկներից է։ Նստան, գնացին մտան նախագահական։ Դրանք այդ ձև էին մարդկանց հարցերը լուծում։ Ծեծելով, ջարդելով, սպանելով, գնդակը արելով, տանել կորցնելով, քանի հոգու այն արայի տիրոջը, որ յանի բաներ արե, ինքնասպանություններ արե, իր անձնական ատրճանակը աթորիտակ դրած մի հատ ուրիշ ատրճանակ էին գցել դրանով, որ ինքը իրանը ունի, նրանով խեակարակում, ապուշները, վերջը, ժողովուրդ ջան, ես Ռոբա Սերժականի այդ կառավարման ժամանակների զոհն եմ, եթե դուք պետք է նորից գնաք դրանց ձայն տակ, դե ինչ ասեմ, դուք հայ ազգի թշնամին եք ուրեմն, դուք մոռացել եք մերժեցիք Սերժին ինչի համար, ուզում եք նորից հետ գան, նորից նույնը կատարեն ձեր հետ, հա, ես քարոզ չեմ անում, ես ասում եմ իրականությունը, ուրեմն ինչ է կատարվում, իմ բողոքներով ես զզվացնում եմ սրանց, Աղվան Հովսեփյանը իր ախրանիկներով հրաման է տալի իր ախրանիկներին, այն արգամ կար մի հատ աբարանցի իր վարորդը, այս արգամը ուրեմն ախրանիկներով ին վրա մահափորձ են կատարում, Մալաթիայի շուկայում, դանակահարում են ինձ, ու այդ գործը կոծկվում է, կոծկողն էլ այն ժամանակ Մալաթիայի օպեր Արտակ Պողոսյանն էր, որը այսօր հակակոռուպցիոնի ուրեմն Մոսկովյանի վրա հակակոռուպցիոնի ղեկավարն է։ Նախքին բոլոր հանցագործները այսօր ավելի բարձր պաշտոնյաներում են, ես չեմ կարող արդյունքի հասնեմ, արդարադատություն իրականացնեն, արդարության չեմ կարող հասնեմ, որովհետև նույն Ռոբա Սերժական այդ խունտան մինչ օրս պաշտոնների է, ավելի բարձր պաշտոնների է, ուրեմն իմ բազմաթիվ հաղորդումները կոծկվում է, ամբողջ իրավական համակարգը զբաղված է կոռուպցիոն անբարոյական գործնեությամբ, միտումնավոր Արմեն, ու դա արվում է ուրեմն միտումնավոր, որովհետև դրանք սաղ Սերժա Ռոբական այդ խունտան է, ասենք ձեր հանդեպ ժողովուրդ ջան, եթե անօրինական վճիռներ է կայացվում, քրեական գործերը վարույթները կարճվում է, չեն չհասնում տեղ, դա ձեզ դրդում են, ձեզ ինադու է արվում, որ դուք այսօրվա վարչապետին նորից չընտրեք, դա միտումնավոր է արվում, իսկ ես ձեզ մի բան էլ կասեմ, մենք վարչապետը բոլորիս հարցերով չի կարա թողի ամեն ինչ զբաղվի այդ հարցերով, մենք պետքա ով որ Ռոբա Սերժական այդ բանդայից տուժված է, նրանց զոհն է, եկեք միանանք, մենք էլ մեր հերթին մի բան անենք, մեր տեղը ոչ մեկ մեզ չի օգնելու, հասկանում եք, դուք էլ պետքա հասկանաք, մարդիկ կան ուզում են բարձրաձայնեն, երբ գալիս է այն օրը, որ պետքա արդեն լրագրողը գալիս է բարձրաձայնի, հետ են բանանում, զատնի են գցում, վախենում են ինչ-որ եղել եք բազմիցս Արմեն, որ խոսում են, հաստում են տաղավար, ասում են կընկնի հետևից ես, ասում են մենք նստած երաշխիք ենք քեզ, որ դու խնդիր չունես այս երկրում, բայց արտահայտվի, ասա, որ գնանք այդ ամեն ինչի հետևից։ Այո, մի վախեցեք, բարձրաձայնեք, դուք էլ ձեզ պետք է պաշտպանեք, այնձև չի որ հավիճուտ չեք։ Նիկոլ ջան արի օգնի, Նիկոլն ինչ անի, եթե դու վախենում ես, ձեն չես անում, չես բարձրաձայնում։ Ես դիմում եմ նաև Տիկին Վարդապետյանին, Տիկին Վարդապետյան, ձեր տեղակալ Արամյան Արամը կաշառակ էր, կոռումպացված հանցագործ է։ Մայրիկիս սպանության գործը, եթե մայրիկիս չի ծնվե, ուխտը թքել է, այդ թքից է ինքը առաջացել, հասկանում եք։ Այս ընթացքում նաև ասեմ ձեզ, ես եղել եմ ուրեմն ընդդիմադիրը Սերժա Ռոբական այդ խունտայի ժամանակ, ես նրանց ընդդիմադիրն եմ եղել, ին վրա քրեական գործ են շինծու հարուցել, որը ի կատարած է դատավոր մնացական Մարտիրոսյանը, ասեմ ձեզ, ով չգիտի, այդ դատավորը քաղաքական գործերն էր իրականացնում պատվերով Սերժի կողմից,
Նիկոլ Փաշինյանի դատը ինքն է արել, Նիկոլ Փաշինյանին, որ դատապարտեցին այն ժամանակ քաղաքական, ինձ էլ դատապարտեց էլի այդ նույն մնացական Մարտիրոսյանը 5 տարով, քաղաքական հոդված դնելով վրես։ Ինչ ասեմ, այնքան բան կա ասելու, շատ բան կա, եթերը ժամանակը չի հերիքում։ Մինչ օրս դիմում եմ, կոծկվում ամեն ինչ, կոռումպացված այդ ամբողջ իրավական համակարգը մինչև չմաքրվի քոքից, դրանցից այդ մինչև չմաքրվի, ում ուզում եք ընտրեք ժողովուրդ, ում ուզում եք, ընձել ընտրեք, չեմ կարող ոչի բան անեմ, Վազգենին ոնց խփեցին, դրանց ձեռն է ամեն ինչ իշխանությունը, հիմա խոսքի հասկանում եք ինչա կատարվում, որ դրանք են մնացել այդ հիները պաշտոնների։ Եվ ուզում են ռևանշի հասնել Արմեն։ Եվ Արմեն, շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մենք ապագայում ձեզ հետ կապված առանձին արդեն նկարահանում հաղորդում կիրականացնենք, որտեղ դուք ավելի մանրամասն անձամբ դուք կներկայացնեք պատմությունը ձեր, ոնց է եղել ավելի մանրակրկիտ եւ որպես վերջի խոսք ինչ ունեք ավելացնելու, ես տեսա, որ դուք դիմեցիք մեր ժողովրդին, որ աչքերը բացվի մեր ժողովրդի, որը որ մենք մինչև հունիսի 7-ը կիրականացնենք, բայց որպես վերջաբան Արմեն, խնդրեմ դուք նաև ինչ կոչ հորդոր ունեք մեր սիրելի հայրենակիցներին եւ ես ուզում եմ դիմեմ ուրեմն Տիկին Վարդապետյանին, գլխավոր դատախազին, հակակոռուպցիոնի նախագահին, քննչական կոմիտեի նախագահին, ուրեմն հարկ է նշել նաև քննչական կոմիտեի նախագահի տեղակալին Հայվազյանը, որը ոստիկանության քրեական հետախուզությունում էր նորից գործը կոծկեց, հիմա քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է, Նաիրա Հովսեփյան դատավորը, որը Վճռաբեկի նախագահ դարավ, այն վաղ Շնգավիթի դատավորն էր, կաշառք էր պահանջում, որ գործին ընթացք տար։ Ուրեմն նշեմ, այսօր աշխատում է նաև Հայկ Հարությունյանը, ոստիկանապետը, որ վախկոտի նման ինքն իրան ինքնասպանություն գործեց, որ չբացահայտի մարտի 1-ի դեպքերը կոծկեց, հետո տարավ, նշեմ նրա եղբայրը Լյովա Գրիգորյանը, Վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերով դատավորն է, որ անձնից $3000 կաշառք պահանջեց, որ իմ հանդեպ վճիռ կայացնի դրական օրենքով, սահմանված կարգով, ասեմ ձեզ։ Դա որ թվականին Արմեն։ 2005-6 թվականին։ Ռոբերտ Քոչարյանի ծաղկունքի իրան ծաղկուն, ասեմ, հա, ամենակարևորը նաև մեր ժողովրդին ասեմ, 100%, ես իմ ամեն ասածի համար պատասխան եմ տալի ժողովուրդ ջան։ Ռոբասերժական խունտայի ժամանակ, նրանց իշխանության ժամանակ, ոչ մի դատական ակտ առանց կաշառքի չէր, կամ են կողմներ, ուրեմն, ազնից լավ գիտեք, ուրեմն դատեր կար 20 անգամ ֆռում էր, գցում էին կարուսել, փող կլպելու համար, գնում հասնում էր Վճռաբեկ, բեկանվում իջնում էր ներքև, նորից փող պետք է տայր, որ ի օգուտ քեզ վճիռ, ու այդ է ֆռստում էին մինչև փողակամ էին անում մարդուն, փող աշխատել, բիզնես էին սարքի, արդարադատությունը, ուրեմն դրանից հետո այդ վերաքննիչի վճիռը իդեմաս հասեմ, Պարոն Մուկուչյանը այն ժամանակ դատական ալիք էր վարում, արդարադատության փոխնախարարն էր, ցույց տվեց իրան, ասում է վճիռ չի, ասում է թուղթը կեղտոտել է, ուրեմն Լյովա Գրիգորյանը վճիռ կայացրեց ի վնաս ինձ, խախտելով սահմանադրության պահանջները եւ օրենքները, ուրեմն գրում է դատարանը ղեկավարվելով քաղորի այսինչ հոդվածի, ուրեմն կայացրեց վճիռ, ասեմ ձեզ, այդ հոդվածը որով ղեկավարվել է, իօգուտ ինձ պետք է լինի, բայց նշելով այդ հոդվածով ղեկավարվելով կատարել է այդ հոդվածին հակասող գործողություն, ի վնաս ինձ է կայացրել, որը զարմանում են մինչ օրս, որ փաստաբանին, իրավաբանին, իրավագետին ցույց եմ տալի, ասում ես ինչ արես։ Արմեն, ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք ապագայում դրանց դիմել եմ Վճռաբեկ, դրանից հետո բողոք հարգել եմ Վճռաբեկ։ Մկրտումյան Արմանը, այն կաշառակեր հանցագործ, այն թուրքը, լամուկը, այդ նույնպես Աբելյան Վարուժը Վճռաբեկի քաղաքգործերով դատավորը պալատի
$3000 նորից պահանջեց, ասում եմ ինչի համար, ասում եմ որ տունդ ենք հետ ողորմա անում, մաղարիչ էլ չտաս, ասում եմ ես որտից քեզ $3000 տամ այ տղա, այդ ամեն ինչը ես հայտարարությունները տվել եմ, կանչում են հակակոռուպցիոն ինձ քննիչը, մի անգամ կանչել է, ասում եմ որ չապացուցեցիր դատվելու է սուտ մատնության համար, ասում եմ համաձայն եմ վրես գործ կհարուցեք սուտ մատնության համար, չեն անում, ոչ վին վրա են գործ հարուցում, ոչ էդի մասածն են ապացուցում, նայեք ինչ են անում ուրեմն, իրանք են քննիչը, իրանք պետք է բացահայտեն, ինձ ասում է դու պետք է ապացուցես, ապացուցողը դուք եք, ընձի ես պետք է ապացուցեմ, հելի տեղը ազատի, ես գամ քննիչ ապացուցեմ, արա, եթե դու այդքան չկաս, իրանք ասեմ ամբողջ այդ ոստիկանական այդ պագոնավոր համակարգը զբաղված է լակոտական գործունեությամբ, ինչ ասում են են անում են, ուղիղ պետք չի իրանց, ասում եմ խես գնացե ոստիկանության, ասում եմ դե Արմեն ջան արես չունեմ, ինչ ասեն են բդի անեմ, մտածել պետք չի թե, ուրեմն իմ այս հաղորդումները ընդունեք որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին, ընթացք տվեք եւ ես իմ ամեն ասածը բերեմ փաստացի ձեզ ապացուցեմ անհերքելի փաստերով։ Ժողովրդիս էլ ուզում եմ դիմեմ, ժողովուրդ ջան, բգլիկ այդ փորը լցելով չի, ստամոքսին զոր տալով չի, երբ որ այդ ով որ պետքա այս ընտրություններին ընտրի Քոչարյանը սերժական այդ խունտային եւ նրանց են պոչով են լակոտներին որ դնում են թազա կուսակցություններ են բացի որ ձեները հավաքեն ծախեն իրանց կամ մտնեն իրանց տակ կամ այդ ձեները հավաքեն մարդկանցից թուրի մատուցան տան իրանց այդ բոլորը գիտեն եթե դուք նորից պետք է ընտրեք դրանց դուք իմ թշնամին եք դուք ուրեմն ով որ դրանցից զոհա, դրանց զոհնա, դուք նրանց թշնամին եք, նրանց երեխեքը որ զոհվել են, ձեր երեսից են զոհվել, ու վաղը մյուս օր իմացեք, անդրադառնալու է բումերանգի պես ձեր երեխաներն են զոհվելու, այդ ժամանակ ես ուրախանալու եմ, եթե դուք ձեն տակ դրանց։ Շնորհակալ եմ Արմեն եւ մեր գործունեության հիմնական նպատակը կանում է նրանում, որ մենք մեր ժողովրդին ներկայացնենք, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ով է Սերժիկ Սարգսյանը եւ մենք սրանց ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին Արմեն նետելու ենք պատմության սովետաշինի աղբանոց եւս մեկ անգամ շնորհակալ եմ, մենք ապագայում եւս կհանդիպենք։ Ես եւս շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրին, շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն ձեզ սիրելի հայրենակիցներ, որ այս 1 ժամից ավել անցկացրեցիք մեզ հետ։ Սիրելի հայրենակիցներ, պետք է խնդրեմ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը դիտեք հենց առաջինը, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի թե Հայաստանում, թե Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները դիտեն, այսքան ենք նախատեսել այսօրվա համար, բարի եւ խաղաղ գիշերը մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։